Կոստանդզարյան, գրող, գրականագետ ու արվեստաբան, ցարական բանակի գեներալ Խաչատուր Եղիազարյանցի կրտսեր որդին մի ամբողջ կյանք դգրելով աշխարհի ճանապարհներին 1960 թվականին Վազգեն առաջին կաթողիկոսից հայրենիք տեղափոխվելու հրավեր է ստանում եւ 2 տարի անց հաստատվելով Հայաստանում նոր գույն է բերում երկրի մշակութային ներկապնակ։ Կոստանդզարյան մշակութային երևույթի եզակիությունը դիպուկ նկարագրվում է Ավետիս Սահարոնյանի այս տողերում։ Նա ընդունված լինելով Եվրոպայում չդարձավ արտասահմանցի, երբեք չհեռացավ հարազատ ժողովրդից, բայց տարօրինակ պարադոքսով հայրենիքում էլ օտարական եղավ։ Այս գրողը եզակի է իր տեսակի մեջ։ Նա հետևորդներ չունեցավ ու մնաց անկրկնելի։ Նա չի պատկանում հին սերնդին եւ դուրս է նորերից։ Նա մենակ է։ Կես դարից ավել է անցել մեծ մտավորականի մահից, բայց նրա թողած հսկայական ժառանգությունը ցավոք մինչ օրս լիարժեք ուսումնասիրված ու ամբողջականացված չէ։